Առաջի տողանը, երկու քայլ առաջ, քայլով, հարկ։ 2026 թվականից պարտադիր զինծառայության մեկնողները 24-ի փոխարեն կծառայեն 18 ամիս։ Կառավարության կողմից ազգային ժողով ներկայացված անհետաձգելի օրինագիծը Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում է քննարկվում։ Հիմնական զեկուցողը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Նախարար Պապիկյանը հայտնում է, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի նախաձեռնումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգով։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ, այն է Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգ և այլն։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկումները վերաբերում են Պաշտպան հայրենիաց ծրագրին։ Պատգամավորը նկատում է ծրագրի մեկնարկից սկսած 4225 զինծառայող է ներգրավել և այս ցուցանիշը որպես դրական բալանս է ներկայացվում, սակայն պետք են նաև մի քանի այլ թվեր։ Մասնավորապես 22-ից 25 թվականների ընթացքում առհասարակ պայմանագրային ծառայության համակարգում Պաշտպան հայրենիացը մի կողմ դրած, որքան մարդ է օրինակ պայմանականորեն լուծել պայմանագիրը կամ չի երկարաձգել պայմանագիրը, կամ այս տեսանկյունից մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքան է կազմում համալրվածության աստիճանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքում է։ Մենք հնարավորություն ենք ունենալու ևս 3 զորակոչ, այսինքն ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը առաջիկա եւ հաջորդ ամառային զորակոչը Պաշտպան հայրենիացի համար որպես հավելյալ ավելացման հնարավորություն, այսինքն մենք նաեւ մոտավոր հաշվարկ ունենք, հաշվի առնելով նախորդ տարիների տենդենսը, ինչ համալրում կունենանք արդեն այն ժամանակ, երբ որ հունվարի 1-ին զորակոչվողները կզորացվեն։ Եվ նաեւ սա հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները մարդկային ռեսուրսի ավելացումը էապես ավելին է լինելու, քան 4225-ն է, ինչ վերաբերում է նրան, թե պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում բացի Պաշտպան հայրենիաց ծրագրով քանի հոգի կա, ես վիճակագրությանը անդրադառնալով կարող եմ նույն 25 թվականի մասին խոսել, թվականակը 1000-ից ավելի է։ 2022-25 թվականներին Հայաստանում զինված ուժերի համալրումը դրական միտում ունի, հայտարարեց նախարարը։ Մեր բարեփոխումների, մեր կատարած քայլերի արդյունքում գրավչությունը բանակում ծառայելու էապես մեծացել է ոչ միայն Պաշտպան հայրենիաց ծրագրով, այլև քաղաքացիներ, ովքեր նախկինում զինված ուժերում ժամկետային ծառայությունից հետո հիմա ապրում են իրենց քաղաքացիական կյանքով, իրենց համար գրավիչ է զինվորական ծառայությունը, ինչը շատ ուրախալի փաստ է, վստահ եմ դուք էլ դրանով կուրախանաք ու մեր հանրության հիմնական հատվածը, ով պատկերացում ունի սրա մասին։ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու նախագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն դիտարկման հետ, թե պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատումը 2026 թվականին ընդառաջ քաղաքացիական պայմանագրի օգտին քվեներ հավաքելու միջոց է։ Ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Ու երբ կար հնարավորությունը հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար մենք լսելով
անսալով մեր հասարակության մտահոգություններին, մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից, եւ մենք այդ որոշմանը հանգել ենք եւ վարչապետը դրա մասին հայտարարել։ Իսկ հարցադրման է արդյոք Պապիկյանը համաձայն է Փաշինյանի այն հայտարարության հետ, թե մարտունակ բանակ հասկացությունը պետք է փոխել պաշտպանունակ բանակի, նախարարը պատասխանում է. Նախ մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Պապիկյանը չպատասխանեց հարցին, թե վստահ է, որ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանական զորքերը դուրս են գալու Հայաստանի Հանրապետության տարածքից։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։